Մանեսյան, պետք է խնդրեմ որոշ մանրամասներ հայտնեք այն զինծառայողի խնդրի հետ կապված, որը դուք զբաղվում էիք, որը հիշեցնեմ, որ առողջական խնդիրներով սյունիք էր կոչվել, հետո այդ տղան ծառայությունից ազատվեց, բայց հիմա մի այսպիսի հարց է առաջացել, ով պետք է, արդյոք նախ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արձանագրվել է տղայի իրավունքները խախտվել են թե ոչ, եթե արձանագրվել է, ապա ինչ կոնտեքստում է խախտվել, եւ հիմա ստացվում որ քաղաքացուն տարան բանա, կառուցողական վիճակը ավելի վատացավ եւ հիմա զորացնում են, իսկ խնդիրներով արդեն պետք է ընտանիքը զբաղվի, սա ինչպես է մեկնաբանում, արդյոք պետությունը առողջական խնդիրների հետ կապված ձեզ անելի ունի թե ոչ։ Նախ նշեմ, որ ոչ միայն այդ քաղաքացու, այլ նաև մի շարք այլ քաղաքացիների խնդիրների հետ կապված շատ ակտիվ ենք զբաղվել եւ նաև ձեզ շատ շնորհակալություն այդ թվում խնդիրը լուսաբանելու համար։ Կուզենամ հատուկ արձանագրել, որ նմանատիպ խնդիրների պարագայում սովորաբար մենք շատ չենք հրապարակում խնդրի հետ կապված մանրամասները նաև մեր կողմից իրականացվող քայլերը, որովհետեւ մեծամասամբ խորհրդապահական է լինում։ Իհարկե այս դեպքում համաձայնել էին եւ դուք էլ լուսաբանում եք խնդիրը։ Նշեմ, որ մի շարք հանգամանքներ կան, այսինքն օրինակ, մեղավորության հարցի կարգավորում եւ այլն եւ դրա բացահայտում, որոնք մարդու իրավունքների պաշտպանի եւ պաշտպանի հաստատության կողմից ունեցած լիազորությունների եւ գործիքակազմի շրջանակներում հնարավոր չէ իրացնել, օրինակ դեպքի բացահայտումը կամ պատճառական կապի բացահայտումը եւ այլն հնարավոր չէ իրականացնել եւ այդ առումով շատ կարեւորում եմ համապատասխան վարույթների իրականացումը, բայց այստեղ կուզենամ մի շատ կարեւոր հանգամանքի անդրադառնալ, որը ավելի առանցքային է նշված խնդիրներին անդրադառնալիս, քանի որ ի սկզբանե նշեցի, խնդիրը այնպես չէ, որ մի քաղաքացու վերաբերելի է եւ այդ թվում ոչ այդ առողջական խնդրի, բայց շատ այլ առողջական խնդիրների առնչությամբ եւս պարբերաբար խնդիրների առաջ կանգնում ենք եւ այս տեսանկյունից ես չափազանց կարեւորում եմ, որպեսզի մենք կարողանանք նաեւ հետագա բարեփոխումների միջոցով հստակորեն կարգավորել եւ շատ ավելի ճիշտ տրամաբանությամբ կարգավորել այն հիմքերը, որոնց պարագայում անձինք պիտանի չեն լինի ընդհանրապես զինվորական ծառայության համար, սա իմ դիրքորոշումն է, որը ի սկզբանե հրապարակային եմ նաև ներկայացրել, հիմա էլ չեմ փոխել դիրքորոշումս, կարծում եմ, որ նմանատիպ դեպքերում ընդհանրապես անձինք չպետք է զորակոչվեն զինվորական ծառայության։ Ներողություն Տիկին Մանեսյան, կոնկրետ իրավունքների խախտում այս դեպքով արձանագրվել է թե ոչ։ Ինչպես արդեն նշեցի, ես խնդիրը համակարգային եմ համարում եւ համարում եմ, որ ընդհանրապես նշված մարդիկ չպետք է զորակոչվեն զինվորական ծառայության եւ իրավակարգավորումների դիտանկյունից, այո, խնդիր ես տեսնում եմ, ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին առնչվող հարցին, եթե անձը չզորացրվեր, ընդ որում այստեղ մենք էլ շատ ակտիվ մասնակցություն ենք ունեցել այս խնդիրները հասցեավորելու հարցում, եթե չզորացրվեր, ըստ էության միանշանակ մենք էլ ենք խնդիր տեսնելու եւ արձանագրելու, բայց այս պահին այն կարգավորումների պայմաններում, որոնք Հայաստանում են առկա, արդեն զբաղվել անձանց մեղավորության հետ կապված հարցը բացահայտելով եւ պատճառական կապերը բացահայտելով մենք չենք կարող, որովհետեւ չունենք այդ գործիքը։ Մենք ընդհանրապես հրապարակային ենք այս խնդրի վերաբերյալ խոսել եւ բնականաբար բոլորի հետ խնդիրը քննարկման առարկա դարձրել ենք։ Ես այս պահին անկեղծ ասած չեմ մտաբերում, թե կոնկրետ որ կառույցներին ենք գրավոր դիմել, պարտադիր մի հատ դա ինքս երբ վերադառնամ հիմա հաստատություն, նորից կնայեմ եւ ձեզ դրա վերաբերյալ տեղեկատվություն կտանք, բայց խնդրի վերաբերյալ անընդհատ հրապարակային ենք խոսել։ Տիկին Մանեսյան դեպքավորումների մեծակողական իրականությանը մանրադառնա, հարցը մարդու իրավունքների պաշտպանը ուներ գործառույթ պաշտպանության իրավունքների մարդկանց խոսելու, քանի որ բոլորն են գիտեն, որ հարական ուշացող համայնքում եւ մասնավորապես Մերձաբան բնակավայրում իրավիճակը միշտ լարված է եղել անձնային միջանձնային հարաբերությունները եւ օրինակ գործող Մեղադրյանի կարգավիճակ ունեցող Նարեկ Օմանյանի պաշտպանը նշում է, որ քննչական կոմիտեն խախտում է իրականացրել, նշելով, որ նա գլխավոր մեղավորն է, կասկածյալն է, բայց նա օժանդակել է հանցագործությունը կատարելու, բայց նա կանոնավորվել է կոնկրետ սպանության մեղադրանքվածով եւ այստեղ չի խախտում մարդու արդարադատականության իրավունքները եւ որպես մարդու իրավունքների պաշտպան իրավասու մարմիններից արդյոք բացառություն պահանջել է կամ Նախ նշեմ,
ի սկզբանե, եթե խոսքը հանցագործությունների կանխարգելմանն է վերաբերում, ապա այստեղ բնականաբար մարդու իրավունքների պաշտպանը եւ պաշտպանի հաստատությունը ունեն մանդատ եւ լիազորություններ, ինչ վերաբերում է արդեն քրեական վարույթի շրջանակներում անձանց իրավունքների պաշտպանությանը, բնականաբար ցանկացած իրավիճակում, երբ դիմում ենք ստանում, պարտադիր նաեւ պարզաբանումներ ենք պահանջում իրավասու պետական մարմիններից, այս դեպքի հետ կապված դեռևս աշխատանքները ընթացքի մեջ են, որովհետև կարծես թե նոր են այդ բոլոր հրապարակային հայտարարությունները իրականացվում, մեր կողմից համապատասխան լիազորությունների իրացման պարագայում հրապարակային եւս ես պարտադիր կխոսեմ հարցի հետ կապված, բայց մեկ անգամ եւս շեշտադրեմ, որ չափազանց կարեւոր է, որպեսզի թե պետական մարմինները, այդ թվում իրավապահ մարմինները, թե նաեւ շահագրգիռ բոլոր կողմերը, այդ թվում պաշտպանության կողմը, ինչու՞ չէ նաեւ շահագրգիռ շատ այլ կողմեր նկատի ունենան, որ նմանատիպ իրավիճակներում իրապես անմեղության կանխավարկածի պահպանումը, բացի անմեղության կանխավարկածի պահպանումից նաև դեպքի առնչությամբ վարույթների հետ կապված տարատեսակ սկզբունքների պաշտպանություն չափազանց կարևոր է եւ կարևոր է նաև շատ լուրջ վերաբերել ավելորդ հայտարարություններ չանելու կամ հանրային հաղորդակցությունը շատ ավելի ճիշտ վարելու գործելակերպին, բայց այս առումով դեռևս խախտումների մասին չեմ կարող խոսել, որովհետև հնդածս պետք է կարողանանք խնդիրները արձանագրել, բացահայտել եւ հրապարակել։ Դե անկեղծ պիտի լինեմ վերացական հարցերի վերաբերյալ, այսպես չեմ կարող խոսել, ինչ վերաբերում է իրավունքների խախտումների հետ կապված հարցերին, հատուկ արձանագրեմ, որ ինչպես բոլոր այլ պետություններում, Հայաստանի Հանրապետությունում եւս, եւ ես էլ դրա վերաբերյալ անընդհատ խոսում եմ, տարբեր ոլորտներում իրավունքների խախտումներ միանշանակ արձանագրվում են եւ անհրաժեշտ է շատ կարևոր ուշադրություն դարձնել տարատեսակ ոլորտներում իրավունքների պաշտպանությունը պատշաճ գործընթացին եւ եթե քաղաքացիները կոնկրետ հարցերի հետ կապված որտեղ համարում են, որ իրենց իրավունքների խախտումներին առնչվող հարցեր կան եւ մենք էլ այդ հարցում ունենք մանդատ, միայն ուրախությամբ կլսեմ իրենց եւ կփորձեմ ես նույնպես հարցերը հասցեավորել, բայց հատուկ արձանագրեմ, որ նաեւ վերջին շրջանում այդ թվում պատերազմի մասնակից քաղաքացիների նրանց բնակարանային ապահովման եւ այլ հարցերի հետ կապված ես ինքս բավականին շատ դիրքորոշումներ եմ ոչ միայն ներկայացրել, այլ նաեւ ապագայում պատրաստվում եմ հրապարակային եղանակով նույն դիրքորոշումները ներկայացնելու, այդ թվում վերաբերելի այն թե իրավակարգավորումներին, թե դրանց կիրառման խնդրահարույց պրակտիկային, որը շատ երկար տարիների ընթացքում մենք ունեցել ենք, բնականաբար հրապարակային կխոսեմ նաեւ այդ մասին։ Տիկին Հովհաննիսյան եւ հունիսի 12-ի ձեզ ի վերջո պարզաբանվեց արգելված զինամթերք կիրառվել է, չէր կիրառվել, ամեն դեպքում դիմել է իրավասու մարմինների պատասխան։ Մեկ տարի գնացել։ Անցյալ տարի էր, եթե չեմ սխալվում, ես այս հարցի հետ կապված հիմնական բանը, որ ունեմ ասելու եւ շատ կարեւորում եմ, որպես հրապարակային ասելիք նաեւ ներկայացնել, ես համարում եմ, որ նմանատիպ դեպքերով այն հիմնական իրավասու մարմինները, որոնք պետք է քննություն իրականացնեն, պիտի դա անեն շատ արագ, անհապաղ ձևաչափով եւ պատշաճ հանրային հաղորդակցությամբ, եթե մինչեւ հիմա մեր բոլորի մոտ նման հարցեր են մնում, նշանակում է այս սկզբունքների դիտանկյունից առնվազն մենք ունենք խնդիրներ եւ հաստատ այն հաստատությունները, մարմինները եւ այն շահագրգիռ անձինք չէ, որոնք չունեն իրավասություն նշված գործերով որևէ ապացույց ձեռք բերելու կամ որևէ ճշմարտություն բացահայտելու, մենք չէ որ պիտի դրա վերաբերյալ խոսենք, այլ իրականում պիտի ստանանք պատշաճ տեղեկատվություն եւ դրա արդյունքում քննության արդյունքում ստացված տվյալների հիման վրա կարողանանք անել եզրահանգումներ, բայց եթե մինչեւ հիմա խոսում ենք այս առնչությամբ, նշանակում է կան խնդիրներ։ Շնորհակալ եմ։ Ես ի սկզբանե մի քանի անգամ նշել եմ, որ ի սկզբանե ինձ ներկայացվել է այդ հարցի պատասխանը, բայց հատուկ շեշտադրմամբ, որ սա հանդիսանում է նախաքննական գաղտնիք կազմող տեղեկություն եւ դրա պատճառով հենց հիմա նշում եմ, որ համարում եմ, որ անհրաժեշտ է նման գործով քննությունը անհապաղ իրականացնել եւ մեզ էլ բոլորիս, ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանին, այլ նաեւ բոլոր շահագրգիռ սուբյեկտներին
տրամադրել պատշաճ տեղեկատվություն, որպեսզի մենք այս փուլում նմանատիպ քննարկումներ չունենայինք։ Շնորհակալություն։ Քննադատում եք նախաքննությունը պատշաճ արագ ժամկետի մեջ։ Ես ժամկետների մասով միանշանակ պետք է խնդիրը արձանագրեմ, որովհետև համարում եմ, որ ընդհանրապես նմանատիպ գործերով շատ կարևոր է, որպեսզի արագ լինեն ընդհանրապես գործի քննության այդ բոլոր process-ները։ Շնորհակալ եմ։